Մինչև հիմա տարբերակ են, որ քաղաքական սուր ելույթներին քաղաքական սուր ելույթներով պետք պատասխանել։ Իսկ ո՞րն է քաղաքական սուր ելույթը։ Ասենք պարոն Խաչատրյանինը սուր իմն էլ էր սուր, բայց նրան պետք է սուր ելույթով պատասխանել։ Մարդու անմեղության կանխավարկածը չհարգել եւ որևէ գնահատական տալը նորմալ է։ Մտք ասեք, որ իշխանությանը վարչական ռեսուրսի չարաշահում են վերագրում։ Այդ ո՞րն է դատական ակտով, որ իշխանությանը վերագրվող իրավախախտումն է դատական ակտով հաստատված։ Հələ մեկի անունը ասեք։ Այդ ո՞նց է այդ երկակի ստանդարտ։ Այսինքն, երբ որ իշխանությանը քննադատելուց ալնում, այդտեղ ամենուղղության կանխավարկած չկա, դատարանի օրինական ուժի մեջ մտնելու վճռի պահանջ չկա, հենց ընդդիմության մասին ենք սկսում խոսալ, նոր այդ ժամանակ դառնում է վայ անմեղության կանխավարկածը։ Եվ վերջո եկեք մի հատ բան էլի ֆիքսենք։ Անմեղության կանխավարկածը նրա մասին է կոնկրետ անձը կոնկրետ հանցան կատարել է, թե չէ։ Հիմա որ մեր ժողովուրդը, ասենք կներեք, մինչև 2018 թվականը կաշառք բաժանվել է ընտրությունների ժամանակ, թե չէ, ձեզ որպես հայ քաղաքացի եմ հարցնում։ Ասեք մեկ քրեական գործ, որն ավարտին է մոտեցել եւ կա որևէ տվյալ։ Դուք իմ հարցին հարցով եք պատասխանում։ Որովհետեւ եթե կա տվյալ, ես կասեմ, որ այո կա, եթե ես ձեզ ասեմ, որ այտենց չի աշխատում։ Աշխատում է հետեւյալ կերպ, երբ որ հանրությունը ամբողջ ընտրությունների մասնակից է ու բոլորը տեսնում են ինչ է լինում, դուք չեք կարող ասեք ժողովուրդ ջան, այդ ինչ տեսել եք մոռացեք, սպասեք դատական ակտ կլինի, նոր կհավատաք, որ դա տեղի է ունեցել։ Ես այդ օրինակը ԱՐՊ-ի հետ ԿՀ-ում, որ հարցազրույց ենք անում, ասեցի, ես որ 2012 թվականից սկսած գնացել եմ ընտրությունների ճամփին, տեսել եմ, մարդիկ նստում են ավտո ծրարներով դուրս են գալիս, որ հարևաններից գալի ասում էին, եղբայր կլինի, ես ինչ ուժին ընտրես, որտեղ մեր ընկերոջը պետքա գաղութից բաց թողեն։ Ինձ պետք չի դատական ակտ, ես դա տեսել եմ ու տենց տեսել է ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը։ Խաչատրյանը հստակ ասում է ինչու որ մարդիկ տեսնում են ու գիտեն, որ երևույթը տեղի է ունեցել։ Այլ բան է, երբ որ դրա համար մեղավորը ովքեր են։ Կներեք, հիմա որ ասում եք, այդ ինչ կռիվ էր ներսում։ Ինչ որ քրեական գործ կա, որով ծեծի համար ինչ որ մեկը դատվել է, այդ ինչ կռվից եք խոսում։ Բա ես էլ եմ ասում։ Իհարկե տեսել ենք։ պետական դավաճանությունը տեսնում։ Ժողովուրդ ջան, իհարկե տեսնում ենք։ Ավելին ասեմ, դուք էլ եք տեսնում, եթե դուք ջանք ու երան չեք խնայում, որ դա չտեսնեք, դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենում։ Եթե դուք պատկերացնում եք, եկեք ես գնահատականը դամ, դուք որոշեք անհարկի է, թե չէ։ Չէ, ես ասում եմ, ձեր աշխատանքին չեմ գնահատական տալիս, ձեր աշխատանքին իմ գնահատականն այն է, որ ոչ մի անգամ ձեր հարցազրույցները տեղում առնվազն չեմ մերժում եւ շատ հարգանքով եմ ձեր աշխատանքին վերաբերվում, աստվածտա բոլորը տենց վերաբերվում են։ Դրա մասին չի խոսքը, ժողովուրդ ջան, ասում եմ մի փորձեք ալտերնատիվ իրականություն ստեղծեք։ Եթե ձեզ թվում է, որ մարդը, որ այլ երկրի շահերը սպասարկելու գալու ասի, ես սպասարկում եմ այլ երկրի շահեր եւ հայտարարում եմ, չէ, իր գործունեությամբ նայեք, գնահատեք։ Էլի եմ ասում, ամեն ինչ չի, որ պետք է դատարանը որոշում է մեղավորության հարցը։ Դրա մասին ես չեմ խոսում, բայց այն որ եղել է մասսայական ընտրակաշառքի բաժանում, մասսայական ընտրակաշառքի բաժանում եղել է, հիմա կարանք անverջ խոսանք, ասենք եկեք դատարանի վճռով մի հատ հասկանանք, մի բանը որ բոլորս տեսել ենք, եկեք մենք մեզ չխաբենք։ Այնուամենայնիվ ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ի հեճուկս այդ բոլոր խոչընդոտների։ Բայց դրանք եղել են։ Աշխատակիցները, պաշտոնյաները ինչ են մասնակցում կռվին եւ սկսում հարվածել ավականիներին։ Մի հատ բան եմ ուզում հասկանալ, դուք կարծում եք ինչ որ տենց կռվի չի։ Օրինակ հասարակական կարգի պահպանության պետը կամ այլ։ Ինչը, ես ինչ որ հարցին եք ասում, ասեք, ես ինչ ասեցի, դուք ասեցիք, չէ՞, շատ շնորհակալություն։ Թողեք ավարտեմ, հետո կասեք։ Այնպես չի, որ ինչ որ ավականունիստերի դահլիճում կռիվ անելը դա օրենքով կանոնակարգված ընթացակարգ է, որում գրված է։ Դրան կարող են մասնակցել SSS մարդիկ, չեն կարող մասնակցել NN մարդիկ։ Կռիվը առհասարակ անընդունելի է եւ բռնությունը անընդունելի է, բայց ելի եմ ասում, եթե հնչում է քաղաքական սուր ելույթ, քաղաքական գործիչը, որը ասում է ես քաղաքական գործիչ եմ, գալիս է Երևանի ավականու անդամ է դառնում, ԱԺ պատգամավոր է դառնում, պետք է իմանա, որ այդ ժամանակ պետք է ունակություն ունենա, լռի, տեղից չգոռա, երկրորդը պատրաստի իր ելույթը դուրս գա այդ նույն ամբիոնից, նույն քաղաքական սուր ելույթով պատասխանի։ Մարդիկ, եթե այդ էլեմենտար քաղաքական գործունեության այբուբենը չեն տիրապետում ու ուզում են լինեն քաղաքական գործիչ, այս է լինում, ինչ որ լինում է հիմա։ Տեսեք, համեմատության մեջ մենք տեսել ենք, որ կռիվ է եղել, դա բոլորն են տեսել, քանի որ ուղիղ հեռարձակում է իրականացվել։ Դուք տեսել եք, որ մեկը մյուսին կաշառք տա, արձերն, չգիտեմ, փոխանցումը, թեկուզ այդ տարբերակով։ Ես այդ մանրամասնությամբ տիրապետեմ, ես կգնամ հաղորդում կտամ կոնկրետ մարդկանց վերաբերյալ, բայց էլի եմ ասում, չափանիշը իմանալու որևիցե բան։ Կներեք հազար անգամ այդ որ գրում են, ասում են, «Էս ինչ պաշտոնյան կոռուպցիոներ է, էս ինչ պաշտոնյան
իր բարեկամի համար հովանավորչություն է անում։ Այդ ժամանակ այդ ձեր ասած ստանդարտը գործում, լրագրողները, չեմ ասում ձեզ անձամբ, բայց ձեր գոլեգաները, իրանք անձամբ տեսած լինում են, որ այդպես բաներ են գրում։ Մեզ հասած տեղեկություններով սենց բան է եղել, իրանք տեսնում են, չափանիշը դա չի։ Հիմա նես չի, չէ՞ որ սա միակ ընտրություններն է, որին ընդդիմությունը մասնակցում էր։ 21 թվականին էլ են մասնակցել, 21 թվականից մինչև այսքան լիքը համայնքային ընտրություններ են եղել։ Եղել է այդպես ընտրություններ, որի ժամանակ ասենք ժողովուրդ massայական ընտրակաշառք է բաժանվում, այդ չի եղել չենք ասել, բայց հիմա որ եղել է, հիմա մենք մեզ խաբենք։ Բայց ախր տարբեր բաներ են այդ կռիվն ու ընտրակաշառքը, որ հիմա համեմատում եք դուք։ Ես եմ համեմատել։ Տեսակ կռիվա ներսում, ասում եք այո։ Որ եկեք, մենք մեզ չկեղծենք, եթե մենք երևույթը տեսնում ենք ու տեսնում ենք, որ ինչ-որ բան տեղի է ունենում ու գիտենք, որ անհնար է, որ բոլորը մեր ծանոթները, բարեկամները, կներես մեր ջան, ծանոթները, բարեկամները բոլորը խոսան, խոսքից խոսք փոխանցի, այդ գաղտնալսումները լսենք ու բոլորս ասենք ոչ մի բան տեղի չի ունեցել, սպասենք տենանք 3 տարի հետո դատարանը ինչ կորոշի, 3 տարի հետո դատարանը կորոշի կոնկրետ անձի մեղավորությունը, երևույթը եղել է թե չի եղել, այսօր արդեն պարզ է։ Մենք մեզ եկեք չէ։ Ինչու եք կաշառք բաժանել։ Մայր Հայաստանի անդամ։ Միքայել Խաչատրյանի ասածը էլի եմ ասում, քաղաքական ելույթ է, քաղաքական ելույթներին պետք է պատասխանել քաղաքական ելույթներով։ Եթե ընդդիմությունը, այսինքն մենք այդ սաղ ձայնագրությունները լսել ենք հոգուտ ում է դա ասվում։ Եթե իրանց ասածը այնա, որ ինչ որ անհայտ խումբ այդքան լայն ծավալով, ինչ որ անհայտ գումարներով բերել են, ներգրավել են, իրանց հոգուտ իրանց ընտրակաշառք են բաժանել, իրանք դրանից տեղյակ չեն եղել, դե դուք գնահատեք դա ինչքանով է իրատեսական։ Ջան, Կարմիր գծերին ձեր սիրած թեմային։ այդ ինչից վերցեցիք, որ դա իմ սիրած թեման է։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավականու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների կարմիր գծերի թանկացմանը, ինչպես նաև արձանագրել է, որ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով։ Այն մարդիկ, ովքեր կարծում որ վճռում հենց այդպես է գրված, բայց լավ, ինչևէ, եկեք բովանդակության մասին խոսենք, հա։ ձեր մեկնաբանությունը Իմ մեկնաբանը շեշտակիորեն բարձրացնել, նշել, որ դա նպաստելու է նաև կենտրոնի բեռնաթափմանը, սակայն ոչ ծառայություններն են բարելավել եւ ոչ էլ ծառայությունները համաձայն չեն, որ ծառայությունների որակը չի բարելավել, որտեղ մենք օրինակ հիմա ունենք գործարկված բջջային հավելված, որը էականորեն ավելի հեշտացնում է քաղաքացիների կյանքը ծառայությունից օգտվելիս, դրա համար այդ հատվածը չեմ ընդունում ձեր ասացի։ Ինչ վերաբերում է դատարանի վճռին, դատարանի վճիռները ենթակա են կատարման, կոնկրետ այս դեպքում վճռով չի նախատեսվել, ինչքանով ինձ ներկայացվել է առնվազն, որ պետքա ինչ որ նախորդ որոշումներից բխող ինչ որ գործողություններ կատարվեն կամ վճարումներ հետ կատարվեն, որի մասին էլի որոշ անձինք բարձրաձայնում են, ինչը իրականությանը չի համապատասխանում։ Դատարանի որոշումն այն կծանոթանանք, սա մեր համար ազդակ է, որ 2027 թվականի տուրքերը սահմանելիս այդ որոշումների նախագծերի հիմնավորվածությանը առավել լուրջ է պետք մոտենալ։ Մեկնաբանությունը այսքանն է։ Այսինքն շարունակելու եք այդ նույն քաղաքականությունը եւ նորից բերելու եք օրակարգ թանկացման դատարանը ամենայն հարգանքով իրավասու չէ գնահատական տալու քաղաքական մարմինների քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելուն, ոնց որ եւ մենք իրավունք չունենք դատական իշխանության դատական ակտերի մասով, ասենք իրավական հիմնավորումները վիճարկելու։ Մենք կարանք համաձայն չլինենք, մենք կարանք ընդհանուր դատական իշխանության աշխատանքից դժգոհ լինենք, բայց կոնկրետ դատական ակտերի մասով դրանք եթե օրինական ուժի մեջ մտածեն ենթակային կատարման։ Կոնկրետ այս դեպքում կատարում ենթադրող ինչ-որ բան վճռով նախատեսված չի։ Եթե դատարանի արձանագրումն է, որ չի հիմնավորվել, դատարանը չի ասում չկան հիմնավորումներ, ասում է հիմնավորումները կոնկրետ որոշման տակ բացակայում են կամ ոչ բավարար չափի են, մենք կաշխատենք, որ դրանք լինեն բավարար չափի։ Վճռաբեկ դատարանն է դա որոշել, այսինքն դատարանը դուք նոր ասիք, որ բողոքը վարույթ չի ընդունել։ Հենց որ երևի վերաքննիչ է։ Ոչ, վճռաբեկ եւ ուժի մեջ է մտել վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ Ոչ, վճռաբեկ դատարանը։ Վճռաբեկ դատարանը որոշել է բողոքը վարույթ չընդունել, բովանդակային որոշումը նշանակում է։ Եվ ուժի մեջ է մտել վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը։ Ըստ այդմ բովանդակային որոշումը վերաքննիչ դատարանինն է, ոչ թե վճռաբեկին է, բայց էական չի, մի խոսքով դատարանին է։ Այստեղ էականն է, որ չի ընդունել ձեր բողոքը, Շատ բարի է։ գնահատել է, որ Մեր ջան, հիմա հարցը ո՞րն է։ Մեր տարի Խոսեք վերադառնում։ պարոն Գրիգորյան, հարցը կտամ, ախր չեք թողնում վերջացնել։ Ներողություն եմ խնդրում։
Հիմա ես ուզում եմ հասկանալ, դուք մյուս նիստերով 2027 թվականին նույն օրակարգն եք բերելու, որպեսզի կարմիր գծերը թանկանան ավելի լավ հիմնավորումներով, որ ասում եք, սա մեզ համար ազդակ է, որ հիմնավորումները Հասկացա հարցը, կարմիր գծերը կոնկրետ կայունատեղիների մասով թանկացել է նախանցած տարի, եթե չեմ սխալվում, անցած տարի պահպանվել է նույնը։ Երևան քաղաքի ավականին դեկտեմբեր ամսին կորոշի կոնկրետ ինչ նախագծով եւ ինչ ձևով է այդ որոշումը կայացնում։ Եթե հարցնում եք արդյոք կարծում եմ, որ ընդհանուր թանկացման քաղաքականությունը ճիշտ էր, այո, կարծում եմ, որ ճիշտ էր։ Էլի եմ ասում, եթե դատարանն ասում է այդ քաղաքականության տակ բավարար հիմնավորումներ մենք չենք տեսնում, այդ չի նշանակում, որ մեր քաղաքականությունը սխալ է։ Այդ նշանակում է կարող է ճիշտ քաղաքականությունը թերի է հիմնավորված, կաշխատենք, որ լավ հիմնավորված լինի։ փոխվել այդ որոշումից հետո։ Այսինքն Չէ, բարելավել, որ դուք ասում եք, ես այդքան էլ համամիտ չեմ գնահատական։ Օրինակ ասեմ ինչա բարելավել այն, որ դուք օրինակ մեր ջան նորից էդի նենց չի որ կենտրոնը բեռնաթափվեց, թե չբեռնաթափվեց, էլ չեմ ասում որ Եք դնում, պարոն Գրիգորյան։ մի վարքան, ասել ենք որ կնպաստի դա կենտրոնի բեռնաթափմանը, կենտրոնի բեռնաթափմանը նպաստում է նաև որ այն դինամիկան որը գնում է ավելի ու ավելի շատ բեռնվածության կենտրոնի կոտրվում է դա մեկ Այսինքն եթե դու ինչ-որ մի հատ process կանխում ես կամ դանդաղացնում ես կամ կասեցնում ես, դա էլ է արդյունք։ Երկրորդը, դուք կարող եք վերցնել վիճակագրությունը եւ տեսնել, որ հիմա մարդիկ ավելի շատ վճարում են ժամով, օրով, ոչ թե տարեկան։ Ինչը նշանակում է, որ եթե մարդը վճարում է ժամով, նշանակում է ինչքան կայանում է, այդքան վճարում է, ոչ թե ասում է դե սաղ տարվա համար վճարել եմ, օրերով այդ մեքենան կանգնում է այդտեղ եւ բան անում։ Այսինքն այստեղ տրամաբանորեն ակնհայտ է, որ չէր կարա այդ որոշման էֆեկտը բեռնաթափման վրա դրական չլիներ։ Այսօք դա միակ միջոցն է եւ բավարար միջոց է, ոչ միակ միջոցը չի, բայց մենք երբեք չենք ասել, որ դա միակ միջոցն է եւ այդ խոսքերը մեր բերանի մեջ դնել պետք չի, ինչ որ մենք չենք ասել։ Պարոն Գրիգորյան, Վարդավառին մոտ 200 միլիոն է նախատեսվում, ինչ միջոցառումներ են տեղի ունենալու գիտեք։ Պարոն Լևոն Հովհաննիսյանի համակարգման փայ իրականացում այդ միջոցառումը, չգիտեմ, ինչի համեմատ 400-ի համեմատ քիչ է, 100-ի համեմատ մեծ է։ Նկատի ունեմ պետք է նայենք ինչ ծառայություններ է ստանալու քաղաքը, ինչ միջոցառում է կազմակերպվելու, ըստ այդմ գնահատենք արդարացված էր թե ոչ։ Բայց ինչ վերաբերում է նրան 200-ը թե 200 չի ու ինչ է կազմակերպում, ես չեմ տիրապետում, որտեղ ես այդ միջոցառումը չեմ համակարգում։ Պարոն Հովհաննիսյանն է։ Բեռնաթափման կենտրոնի մասին խոսեցինք, այժմ շատ են խցանումները, մանավանդ հիմա էլ Կիևյան կամուրջն է կառուցվում, հա, վերանորոգվում, հա։ Ինչի պատճառով է որ այսքան խցանումներ կան։ Քաղաքապետարանը պատրաստվում է մի բան անել, որպեսզի խցանումները Եկեք հետեւյալն ասենք, էլի, հիմա շատ են խցանումները համեմատ նրա, թե ինչ իրավիճակ ենք մենք սովորաբար ամառը ունենում։ Բայց եթե ելակետից ելնում ենք, որ Կիևյան կամուրջը վերանորոգման կարիք ունի, դա անվտանգային խնդիր է, դա նշանակում է, որ որևէ պահի այդ վերանորոգումը պետք է իրականացվի, որպեսզի մարդկանց կյանքը վտանգված չլինի։ Ըստ այդմ, թող ասեն երբ էր ավելի հարմար շրջան, կամ ամառային շրջանը, երբ որ դպրոցները արձակուրդ են, երբ որ համալսարանները արձակուրդ են, այս աշխատանքները իրականացնելու համար։ Հիմա լավ է վիճակը, չէ, լավ չի, բայց եթե դա իրականացվեր օրինակ սեպտեմբերին, հոկտեմբերին կամ չգիտեմ, հունվարից մինչև մայիս ամիսը ներառել կատաստրոֆիկ կլիներ իրավիճակը, այսինքն դա անխուսափելի անհարմարություն է, որը մենք բոլորս կրում ենք, որպեսզի այդ կամուրջով շարունակենք անվտանգ երթևեկել, ինչքան որ այսքան ժամանակ երթևեկել ենք։ Բարդությունը կայանում է նրանում, որ զուգահեռ Կիևյան կամուրջի փակման լինելուն մեծածավալ ծրագիր է իրականացվում Պրոշյան Պարոնյան փողոցներում ջրագծի անցկացման, որը նույնպես ուղղված է քաղաքացիներին ջրով ապահովելուն, որտեղ դա էլ է խնդիր, այդ խնդիրներ պետք է լուծվի եւ երեկվա գործակարգավարականին նաեւ պարոն քաղաքապետը այդ աշխատանքների տեմպերի ավելացման անհրաժեշտության մասին խոսել է։ Ինչ վերաբերում է ընդհանուր ինչ են անում խցանումների մասով, մենք ստեղծել ենք Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որով արդեն հայտարարել ենք մրցույթ եւ շուտով բացումը կլինի, պետք է տեղադրվեն համապատասխան տեսախցիկներ, որպեսզի մենք ոչ թե ընդհանուր խոսենք քաղաքում խցանումներ են, այլ կոնկրետ տեսնենք, թե որ հատվածում, որ հատվածից են այդ հոսքերը գեներանում, որպեսզի այդ իրավիճակի կառավարելիությունը լինի ոչ թե աչքաչափով, այլ լինի էլ ավելի կառավարելի։ Ձեզ